ցանկություն է ձեզ այստեղ բերել ու ապարելու ցանկություն ուրախանալու թե որ Փաշինյանն է Ուզում ենք միանանք պարոն Փաշինյանի ասենք կատարել տեսնենք Երկից հատված չգիտեմ ցավոք չգիտեմ Եթե չեմ սխալվում դուք կոնդի բնակիչներից եք Այո ես շնորհակալ եմ պարոն Փաշինյանին այո հնարավորինս չափ լուծված է Հիմա էլի դիմել եմ պարոն Փաշինյանին եւ հույսով եմ մինչեւ վերջ հարցից լուծում կտա, որտեւ շատ ուշադիր է բոլոր նամակներին, բոլոր քաղաքացիների դիմումներին, այնպես որ ես իրանից շնորհակալ եմ 30 տարի անտուն էի, բայց իրեն մի անգամ այսպես պատահական հանդիպելուց հետո իմ կյանքը սենց 360 նոյեմբերի թե հոկտեմբեր տեսել եմ ու դեկտեմբերին, հա Գիտեք որտեղ իր բնակավայրից դուրս էր գալիս, ես խարխմերուկոց պետք է անցնել եկեղեցի էի գնում։ Այդ ժամանակ որ հանդիպեցի, ոտքով էր գնում, մի քանի ասենք մարդկանց հետ։ Հանդիպումից հետո մյուս օրը ասենք քաղաքապետարանին էր ինչ որ ուղարկե բանը հանրական, այն մյուս օր ինձ կանչեցին ու ինձ գնման վկայագիր են տվել, որ բնակարան ձեռք բերեմ, բայց ցավոք չեն տվել այն ինչ որ պետքա տային, ասենք քիչ են տվել, որովհետև ես պարոն Փաշինյանի հետ երբ որ հանդիպեցի, ասեց որ պետքա բնակարան գնելու, ասենք արժեքը լինի շուկայական գնով, բայց ինչ շուկայական գնով չեն տվել։ Ես իրան դիմել եմ, ես հույսով եմ 14 միլիոն դրամ են տվել։ Ինչքանով եք պատրաստում գնել, ինչքան է շուկայականը։ Դե հիմա շատ թանկ է շուկայական է։ Դե ակնկալում եմ որ ինձ բնակարան հատկացնեն ճիշտն ասած, բայց դե գոնե կամ համարժեք գումար որ կարողանամ ես բնակարան գնեմ։ Բայց շնորհակալ եմ 30 տարի ես գլուխս պատին եմ տվել, ոչ մի կառավարություն, ոչ մի ղեկավար իմ հարցի լուծում չի տվել։ Չի լուծի, բայց ես հույսով եմ որ Պարոն Չէ, տվել են, բայց ինչ ձեռք տամ, ես չեմ կարող ոչինչ գնեմ։ Դրա համար ես դիմել եմ պարոն Փաշինյանին եւ հույսով եմ, որ իմ հարցին լուծում կտա։ Ձեզ հիշում եք նաեւ, որ մասնակցում եք եւ մի անգամ, չէ՞, կապեցի մի քանի անգամ տիկին Աննա Հակոբյանի։ Այո, իմ քայլը, այո, մասնակցում եմ, այո։ Մասնակցում եմ։ Գիտելիք եք ձեռք բերել, ինչպես է ձեր Շատ լավ, կյանքդ փոխվում է իրոք։ Ուրիշ ձևի ես մտածելակերպը, ասենք, փոխում է քո մտածելակերպը։ Գիտեք, կրթվելը ամբողջ թեկուզ, ասենք, տարիքային, թե ջահել լինես, երբևիցե ուշ չի կրթվել, իրոք կրթվել, որովհետև ամբողջ կյանքդ պետքա կրթվես։ Ես ասենք չեմ բանանում, ես գնում եմ մեծ հաճույքով, որովհետև դու քեզ արդեն ուրիշ կարգի ես, ասենք, դրսևորում եւ տեսնում։ Հիմա որ Ավինյանին տեսնեք այստեղ մյուս պաշտոնյաներին, ձեր տան հարցը բարձրացնելու եք, փորձեք գոնե։ Ես չէ, ես եկել եմ վայել եմ պարոն Փաշինյանի ելույթը, իսկ դրա համար ես ասենք իրան կարող եմ մեյլով դիմեմ եւ իմ հարցին ես հույսով եմ եւ գիտեմ որ պետք է հարցից լուծում տա ժողովուրդ ջան։